Ոնց որ տենում եք ամեն օր շարունակվում է հայ ազգին նվաստացնելու, արժեզրկելու ու ստորացնելու խայտառակ իրականությունը։ Ու ամեն օրը, որ անցնում է համահայկական լռության ներքո, թշնամին ու ոչ միայն թշնամին, ամբողջ աշխարհը այդ մեր լռությունը գրանցում է ոչ թե որպես ցավ, այլ որպես համաձայնություն։ Իսկ համաձայնությունը ստորացման հետ դա ուղիղ անինքնասիրության դրսևորում է։ Լռությունը ստեղ ոչ թե չեզոքություն է, այն որ իբր մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, այլ ստեղ լռությունը դառնում է թույլտվություն։ Ուզեք թե չուզեք լռությունը կամ ոնց որ ոմանք իրանք խափում են թե իբր քաղաքական չեզոքությունը, այդ իրականում դառնում է աջակցություն Ալիևին ու հակահայ իշխանություններին, այս հակահայ համակարգին։ Այսինքն դու կամ դեմ ես որպես հայ ստորանալուն ու պատրաստ ես պայքարի, կամ դու թքած ունես որպես հայ քեզ ստորացնում են թե չէ։ Ու գիտակցված ընտրում ես լռության կողմը, այսինքն ստորացման, այսինքն Ալիևի, այսինքն նրա ով քեզ ցեղասպանում է։ Արդյոք ներքին թշնամության դրսևորումը հենց տենց չի։ Հայր ջան, պետքա խոսալ, պետքա պայքարել, որովհետև լռելու գինը վաղը դառնալու է անդառնալի։ Վաղը քեզ մորթելուց կամ ստորացնելուց չեն հարցնելու դու քաղաքականությամբ զբաղվում ես թե չէ։ Քեզ նայելու են որ հայ ես ու այդքանը իրանց համար հերիք առնելու որ քեզ ստորացնելով ոչնչացնեն։ Նենց որ այսօրվա պայքարը ոչ թե քաղաքականությամբ զբաղվել է, այլ հայությունդ, էությունդ, ինքնասիրությունդ պաշտպանել է։ Էս այն պահն է, երբ լռելը հանցագործություն է ազգի ու պետության դեմ։ Էս այն կետն է, որտեղ չակերտավոր խաղաղության դարաշրջան արտահայտությունը դառնում է քաղաքական սուտի ամենակեղտոտ ձևակերպումը։